Հաղթական սեյվ դարպասապահից և էմոցիոնալ րոպեներ։ Մյուս կողմում արդյունքներ, հուսահատություն ու տխրություն։ Այսպես մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դպրոցական գավաթը։ Այն անցկացվում է ֆուտբոլը դպրոցում կրթական ծրագրի շրջանակում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրականացնում է ֆուտբոլը դպրոցներում ամենամյա ծրագիրը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով։ Ակտիվ համագործակցում ենք Հայաստանի բոլոր մարզպետարանների, քաղաքապետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ծրագրին մասնակցում են 9-ից 13 տարեկան հարյուրավոր երեխաներ եւ մեր բոլորի նպատակն է նպաստելու առողջ ապրելակերպի զարգացումը, թիմային ոգու զարգացումը եւ մեծացնելու սերը ֆուտբոլի նկատմամբ, ֆուտբոլը դարձնել բոլորի համար հասանելի։ Մինչև 10 և 12 տարեկանները մրցաշարին մասնակցում են 2 փուլով՝ համայնքային և մարզային Երևանյան։ Մինչև 14 տարեկաններն ունեն նաև երրորդ փուլ՝ հանրապետական։ Յուրաքանչյուր թիմ հայտավորում է 12 երեխայի, խաղում են 6-ը։ Թիմերը պարտադիր պետք է հայտավորեն 3 աղջիկ, խաղում են նրանցից մեկը։ Առաջին անգամ ես մասնակցում ու ինձ դուր է գալիս այս ձևը եւ իմ կարծիքով սա երեխաների մեջ ոնց որ ինչ-որ մի մոտիվացիա է ցույց տալի։ Սա ինձ օգնում է ոնց որ ինչ-որ ֆուտբոլային ինչ-որ մի բանում առաջ գնամ։ Դիրքս պաշտպանա, բայց քանի որ թվում չկար վրատար, ես եմ կանգնել։ Ավելի քան 640 դպրոց, 157 երևանյան, 485-ից ավելի մարզային կրթական հաստատություն է այս տարի մասնակցում ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթին, մոտ 7800 երեխա։ Մենք 82-ի սաներն ենք։ Ու մենք